Բարի երեկո։ Փակ TV եթերում լուրերի հետքերով հաղորդումն է։ Մենք աշխատում ենք ամենօրյա ռեժիմով, որպեսզի մեր հեռուստադիտողը մշտապես լինի տեղեկացված եւ բաց չթողնի օրվա ամենակարևորն ու բացառիկը։ Հայաստանի Հանրապետության դատախազությունը քրեական հետապնդում է հռուցել ամենայն հայոց կաթողիկոսի նկատմամբ կարգալույց հռչակված Արման Սարոյանի հետ կապված դատական ակտի կատարմանը խոչընդոտելու մեղադրանքով։ Արգելվել է վեհափառ Հայրապետի ելքը Հայաստանից, ինչով փորձ է արվում ձախողել Ավստրիայում կայանալիք եպիսկոպոսատ ժողովը։ Նշենք նաև, որ եպիսկոպոսները հավաքվելու են Ավստրիայում, կաթողիկոսի բացակայությամբ այն դառնալու է եպիսկոպոսաց հավաք։ Ավելի վաղ ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II արքեպիսկոպոս Սարոյանին ազատել էր Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից եւ կարգալույց արել հնազանդության ուխտը դրժելու համար։ Սարոյանն այն 10 եպիսկոպոսներից մեկն է, ովքեր աջակցել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի եկեղեցու բարենորոգման նախաձեռնությանը։ Նա հայց էր ներկայացրել դատարան պահանջելով վերականգնել իրեն պաշտոնում։ Դատանը բավարարել էր հայցը։ Նախորդին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանի սահմաններից դուրս եպիսկոպոսների հավաք հրավիրելու նախաձեռնությունը նպատակ ունի հայ առաքելական եկեղեցու կաթողիկոսությունը Հայաստանի Հանրապետությունից դուրս բերել Էջմիածնի գանձերի հետ միասին։ Նա հայտարարել էր, որ թույլ չի տա դա անհրաժեշտության դեպքում ձեռնարկելով լրացուցիչ միջոցներ։ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը հայտարարություն է արել։ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ի նկատմամբ քրեական հետապնդումը նպատակ ունի նրան փոխարինել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կամակատարով։ Փաշինյանն այսօր պատրաստ է ամեն ինչի, միայն թե վերարտադրի իր իշխանությունը հունիսյան ընտրություններից հետո։ Շինծ ու դրդապատճառներով հետապնդելով եկեղեցական հիերարխներին, իսկ այժմ արդեն ծայրագուն պատրիարքին եւ ամենայն հայոց կաթողիկոսին, նա ցանկանում է նրանց փոխարինել իր խամաճիկներով իր կամքը կատարող եւ իր օգտին քարոզող կամակատար կաթողիկոսով, ասել է Աբրահամյանը։ Ըստ Ռուսաստանի հայերի միության ղեկավարի Փաշինյանը պայքարում է Հայաստանի անկախ ինստիտուտների դեմ իր իշխանությունն ամրապնդելու համար եւ հենց այդ պատճառով էլ պայքարում է եկեղեցու դեմ։ Աբրահամյանը հիշեցրել է, որ հայ առաքելական եկեղեցին գրեթե 1700 տարով մեծ է այսպես կոչված 4-րդ հանրապետությունից, որը Փաշինյանը ցանկանում է հռչակել։ Արևմուտքը Հայաստանն օգտագործում է որպես աշխարհաքաղաքական պայքարի գործիք, հայտարարել է Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։ Օրերս Հայաստանի վարչապետ Փաշինյանը հարցազրույցում նշել է, որ Հայաստանի գիծը չի ենթադրում վնաս հասցնել Ռուսաստանի շահերին։ Այնուամենայնիվ մենք տեսնում ենք, որ Երևանը արագացնում է ռազմաքաղաքական ու տնտեսական մերձեցումն արևմտյան երկրների ու միավորումների հետ։ Մեր հայ գործընկերներին բազմիցս ասել ենք, որ Արևմուտքի համար Հայաստանն աշխարհաքաղաքական պայքարի գործիք է Մոսկվայի հետ հակադրության մեջ, նշել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունից։ Ըստ Գալուզինի Երևանում գիտեն Մոսկվայի սկզբունքային գնահատականները ԵՄ-ին անդամակցելու եւ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության անհամատեղելիության մասին։ Նա ընդգծել է, որ այլ ինտեգրացիոն միավորման կարգավորումներին անցնելու դեպքում Երևանը չի կարողանա ապահովել ԵԱՏՄ նորմերի եւ կանոնների պահպանումը, ինչը հղի է համապատասխան հետևանքներով։ Ռուսաստանի զինված ուժերը 2026 թվականի փետրվարի սկզբից գրոհում են բոլոր ուղղություններով։ Չնայած ձմեռային ծանր պայմաններին, ռազմական հատուկ գործողության գոտում 12 բնակավայր անցել է Ռուսաստանի վերահսկողության տակ, հայտարարել է Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը։ Ռուսաստանի բանակը նաև շարունակում է ընդլայնել անվտանգության գոտին Սումի եւ Խարկովի մարզի սահմանամերձ շրջաններում վերահսկողության տակ վերցնելով Պոպովկա, Սիդորովկա եւ Չուգունովկա բնակավայրերը։ Ռուսաստանի հոբ միջոցները 4 ժամում երկրի տարածքում ոչնչացրել են ուկրաինական 102 անօդաչու թռչող սարք, որոնցից 3-ը թռչում էին դեպի Մոսկվա։ Վոլոդիմիր Զելենսկին էլ հայտարարել է, որ Ուկրաինային անհրաժեշտ է հուսալի հոբ ռուսական հարվածներից պաշտպանվելու համար։ Միայն փետրվարին այս շաբաթվա ընթացքում Ուկրաինայի վրա արձակել են մոտ 1300 հարձակողական անօդաչու թռչող սարք, ավելի քան 1200 կառավարվող ռումբ եւ 50 հրթիռ, գրեթե բոլորը բալիստիկ։ Այսօր թշնամին թիրախավորել է Օդեսայի, Դոնեցկի եւ Սումիի մարզերը, ինչպես նաեւ Զապորոժիեն։ Ինչպես նախկինում այս հարվածների հիմնական թիրախը էներգետիկ ոլորտն է։ Ռուսները դիտավորյալ համատեղում են հարվածները, մեր արտադրության օբյեկտները, ենթակայանները եւ էլեկտրացանցը ոչնչացնելու համար, հայտարարել է Զելենսկին։ Լև գրուպ հաստաբանական գրասենյակի ղեկավար Դոկ կուսակցության շտաբի պետ Լևոն Բաղդասարյանը հայտարարություն է արել։ Եկեղեցին քաղաքական պայքարի գործիք դարձնելը վտանգում է հասարակական համերաշխությունն ու պետական կայունությունը։ Հարկավոր է իմանալ, երբ հավատքը շահարկվում է քաղաքական նպատակներով, հարցը դադարում է լինել միայն քաղաքական եւ կարող է մտնել նաեւ իրավական պատասխանատվության դաշտ։ Պետք է լինել ազնիվ ու արձանագրել, որ եկեղեցին բերվեց քաղաքական դաշտ ընդդիմություն կոչվող քաղաքական ուժերի կողմից, իսկ իշխանություն ներկայացնող քաղաքական ուժը ընդունեց մարտահրավերը։ Ի գիտություն բոլոր շահագրգիռ կողմերին, ամեն թագավար
մտավորություն, որ իր մեջ բաժանվում է, կործանվում է։ Այսօր իշխանության եւ եկեղեցու պոզիտիվ պարտավորությունն է ոչ թե խորացնել բաժանումը, այլ պահպանել ազգային միասնությունն ու հասարակական խաղաղությունը, այլ հակառակգործառույթ անթույլատրել է բխող բոլոր իրավական եւ քաղաքական հետևանքներով։ Եվ վերջում օրվա տեսանյութ, ինչ պայմաններում է այսօր ապրում Արցախի պաշտպանության բանակում 22 տարի ծառայած, բարձրագույն կրթությամբ, 4 լեզուների իմացությամբ տեղահանված արցախցի կինը։ Ստեղ ապրում։ Ամարտային պայմաններ։ Աջուրը գարաժի մեջ, դնհալը գարաժի մեջ, այս ավտոտնակի մեջ, դուրը չկա, դրան փոխարեն շորերը, ու նստում եմ, նստած քնում եմ, բախենալով որ խոսեմ էսի ամայի մեջ։ Այսօրվա համար այսքանը, իսկ դուք շարունակեք մնալ Փակ TV-ի հետ լուրերի հետքերով եւ մի մոռացեք դառնալ մեր YouTube-յան ալիքի բաժանորդը օրվա ամենակարևորն ու բացառիկը բաց չթողնելու համար։